սկսում էին մեկնաբանել, սկսեցին մեկնաբանել այն մտքերը, որոնք կային այդ 004 շրջաբայրականում եւ որտեղ ըստ հրապարակվածի գրված էր, որ Դաշնակցությունը ուզում է մատաղանել մեր անկախությունը։ Իրանք գիտեք ինչ էին մեկնաբանում, ասում են, այդ որ գրած է, այդ չի նշանակում, այլ բան է նշանակում։ Դա ոչ այլ ինչ է, քան հաստատել այդ բովանդակությունը։ Հաջորդը, սիրելի գործընկերներ, քանի որ քննարկում են կոռուպցիայի դեմ պայքարը, իրականում ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ մենք այդ հարցը քննարկում ենք ազգային ժողովում, որտեղ ենթադրաբար պետք է ներկաները քննարկեն կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց մենք ունենք խմբակցություն, որը քննարկում է իրենց դեմ պայքարը։ Հասկանում եք, եկել ասում են ինչի է պայքարում կոռուպցիայի դեմ, այն կոռուպցիայի, որը դուք ասում եք կոռուպցիա, դա կոռուպցիա չի, որովհետև դա մենք ենք արել։ Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, հասկանում եք, դուք ի բնե կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև դուք եկել եք մարդամեկի $200 միլիոն պաշտպանելու համար, դուք այլ ֆունկցիա չունեք։ Մարդամեկի 200 միլիոնը ուղղակի իր տղու էլ, չգիտեմ, դրա մասնաբաժինը ինչքան է։ Էդ եք դուք։ Ու մի կարևոր բան էլ, խնդրում եմ Տիկին Ջուլիակյան, մի խանգարեք էլի ինձ։ Հա, գնա, ես պարոն Մինասյանի հետ հայացքներով զրուցում եմ, մի խանգարեք ինձ։ Թվում էր, թե այսքան տարիներից հետո, հեղափոխությունից հետո, երբ որ ժողովուրդը եկավ ձեզ բոլորից ասեց գնացեք ստեղից, էլի, մեղմ ասեց գնացեք ստեղից։ Դուք պետք է գոնե մի քիչ փոխված լինեիք։ Չեմ ասում, ապաշխարած լինեք, ակնհայտորեն չեք ապաշխարել։ Եկե 5 տարիա կոռուպցիա եք պաշտպանում։ Բայց մի փոքր պետք է փոխված լինեիք, գոնե լավ, գոնե ձեր, չգիտեմ, ինչ հաշվարկելու ունակությունը պետք է մեծացած լիներ։ Բայց ինչ եղավ առաջին անգամ, երբ որ դուք իշխանություն վերցրեցիք 2018 թվականից հետո։ Նկատի ունեմ Գյումրիում։ Անցած տարի դուք բոլորով իրար հետ ձեր խմբակցությունը, մի քանի հատ KGB-ի ագենտ եւ այլն, կոմունիստները, իրար հետ բոլորով մի հատ անսուրբ դաշին կնքեցիք եւ իշխանություն վերցրեցիք Գյումրիով։ Ինչ եղավ դրանից կես տարի հետո։ Ձեր ծնունդը ձերբակալվեց կոռուպցիայի մեղադրանքով, կաշառակերության մեղադրանքով։ Համապատասխան մարմինը հրապարակեց ձայնագրություն եւ ըստ այդ հրապարակված ձայնագրության ձեր ծնունդը Գյումրիի փող էր ուզում ինչ-որ բան օրինականացնելու համար։ Ու դուք այդքանից հետո բան ունեք, համարձակություն ունեք, գաք ստեղ կանգնել, ասել, որ ինքը բան է, քաղբանտարկյալ է, հա? Ու հետո էլ թողեք, չէ՞, բոլշևիկներն են պայքարել մեր դեմ։ Դուք բոլշևիկների բանն եք, կոալիցիոն կրտսեր գործընկերն եք։ KGB-ի ագենտների կրտսեր գործընկերներն եք դուք։ Պարոն լեյտենանտի կրտսեր գործընկերն եք դուք։ Կրտսեր գործընկերոջ կրտսեր գործընկերն եք դուք։ Բայց սա նույնիսկ սա ամենավատ բանը չի ձեր մասին։ Ամենավատ բանը ձեր մասին գիտեք որն է։ Որ դուք նաև պատերազմի կուսակցությունն եք։ Որովհետև այսքան տարի, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանից մեկը մենք լսեինք ձեր ասածով անեինք, մեր երկիրը հիմա չեր լինի տարածքային իր ամբողջականության սահմաններում ու մի 5 անգամ մենք պատերազմի մեջ եղած կլինենք, եթե մի անգամ ձեզ լսած լինենք։ Ու հիմա դուք շարունակում եք նույն գիծը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հստակ իմանա, որ եթե Հայաստանը ընդունի մի քաղաքականություն, որը ասում են այս մարդիկ, Քոչարյանի կուսակցությունը եւ խմբակցությունը, չգիտեմ, սերժականները իրանց թաթոյաններով, ռուսաստանցի օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը, եթե Հայաստանը գնա իրանց ուղով, ինչա լինելու։ Իրանք հայտարարելու են, որ հակամարտությունը ավարտված չի, իրանք այսօր հայտարարում են, որ հակամարտությունը ավարտված չի։ Իրանք հայտարարելու են, որ իրանք չեն ճանաչում Հայաստանի սահմանները Ալմատայի հռչակագրի համապատասխան։ Իրանք ասելու են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը եւ լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Սա է լինելու։ Եվ հետեւաբար հունիսի 7-ի ընտրությունները լինելու են հետեւյալի մասին։ Մարդիկ պետք է ընտրեն կամ պատերազմի եւ կոռուպցիայի կուսակցությանը կամ չընտրեն նրանց։ Տեսեք, համեստ եմ գտնվում եւ չեմ ասում, որ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը, բայց չնայած մյուս կողմից էլ ինչի եմ համեստ գտնվում։ Կամ էլ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին պետք է ստանա
Սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իր այդ 200 միլիոնը, երբ որ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռք բերված է, վերադարձնի բյուջե, որպեսզի Վահե Հակոբյանին բռնենք եւ բերենք Հայաստան, այդ փախածին։ Եվ որպեսզի Տիկին Գրիգորյանը իր նոր ընդդիմադիր կուսակցության շարքերում հնարավորություն ունենա այստեղ նորից Անին արձագանքելով կարամ հիշացնեմ ինչ էին անում, գլուխը խփում էին զուգարնակոնքին, որ մեռնի։ Հիմնականում դաշնակցականի հետ է տենց դեպքերը։ Բա դրա մասին։ Գեղամ Մանուկյանը ասում է, զինվորականները տարբեր շորերով են, դրանից մի քանի նախադասություն առաջ ասում է 5000 հոգուց 2000 քանիսն են հանձնել եւ այլն։ Բա դրա համար էլ չեն կարողանում հանձնել։ Բայց բարեփոխումները հենց դրա մասին է։ Բայց ով ասեց, որ այդ բարեփոխումները, այդ քննությունը նրա համար է, որ 5000-ից 5000-ը հանձնեն։ Այդ դրա դենց հլեր չեն կանի այդ ամեն ինչը։ Աննա Գրիգորյանը ասում է հապկին է պաշտպանում, բայց հապկի այդ պաշտպանելու ժամանակ, բայց որ մեղադրում եք, ասում եք մտել է այսինչ տեղը, բա հապկին խի չեք ասում, որ դա հապկի տարածքն է։ Ասում եք, դուք պրոռուսական ընդդիմություն եք, ես կարամ ուրիշ բան ձեզնից մեջ բերեմ, երբ որ մեջ եք բերում իմ կամ պարոն Հովհաննիսյանի կողմից բռնությանը մոտ ինչ-որ բաներ, բա գնացել եք 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ կամ որևիցե մեկին մի կամ երկու ասած անզգուշ խոսքի համար մեղադրում եք, բարոյականությունից եք խոսում, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, նենց որ ով խոսա, դուք ձև արեք, որ չեք լսում։ Արծվիկ Մինասյանը ասում է, տարածքն էլ հանձնել, բան, ով է խոսում դա, մեռա, որտե գնում եմ, որտե կամերա եմ տնում, գնում մոտիկամ, ասում Ժորժ ջան, տենց բան չկա, ասում չի կարելի, օրենքը արգելում է, բացատրում եմ, ասում եմ, էլի գալիս են իրանց նարատիվը, փորձում են տարածքներ հանձնելու։ Ոչ մեկ չի կարող Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրից տարածք հանձնի, ոչ մեկ դա չի քննարկվում։ Այդ հապկին, որ պաշտպանում եք կամ Ռուսաստանի հետ հարաբերություններից եք խոսում, տեսել եք ինչ է ասում, մեկդ վեր կացեք, խնդրում եմ հայ եք, վեր կացեք, ասեք, ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը ասում է կոչ ենք անում Բաքվին եւ Երևանին այդ ագրեսիվ ռետորաբանությունը նվազեցնել։ Դուք սաղորը մեզ մեղադրում եք հակառակի մեջ, վերակենում մեր ու Բաքվի միջև հավասարության նշան է դնում։ Բա վեր կացեք, դա իշխանության հարց չի։ Վեր կացեք, ասեք, «Էս ինչ ես ասում»։ Վեր կացեք, ասեք, ինչ եք ասում։ Տենց բան կա։ Մենք խաղաղության խաչմերուկ, էլ անդադ խաղաղություն, ասում է մեկն ու մեկը ռիսկ չի անում բան ասի։ Հիմա մի հատ ուրիշ հարց ունեմ, կամ են այդ ՀԿ այդ 4.5 մարդը, որ չի գալիս այս 54% հավաքացման խմբակը ու ստից է խոսում, ով ստից խոսա, դուք ձեր Սերժով, ստի արքայով, Այն որ առաջի թռիչքը ես եմ անելու Ստեփանակերտ, Արմենիկումը, հələ հարցրեք մեռա, ասելով ինչ եղավ այդ Արմենիկումը, 1999 թվականից սպասում ենք, հյուսիս հարավը, ես այլևս չեմ առաջադրվելու որպես վարչապետ, սուտ բառը եւ Սերժ Սարգսյան բառը հոմանիշներ են Հայաստանի Հանրապետությունում, սուտ բառը եւ Սերժ Սարգսյանը հոմանիշներ են, դրա պատճառով էլ իշխանությունը կորցրեց նաեւ